Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը 2 տարով կազատազրկվի, վճիրն օրինական ուժ է ստացել։ Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է դատախազության բողոքը եւ փոփոխել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը, վերացնելով Մինասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու դատական ակտը։ Տվյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել նաև պաշտպանական կողմից, վերջիններս միջնորդել էին վերաքննիչ քրեական դատարանին, որպեսզի բեկաներ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական ակտը, կայացնելով արդարացման դատական ակտ, հռչակելով եւ ճանաչելով Աշոտ Մինասյանի անմեղությունը, սակայն վերաքննիչ դատարանի կողմից պաշտպանական կողմի բողոքը մերժվեց։ Վերաքննիչի որոշումից հետո թե դատախազությունը, թե պաշտպանական կողմը վճռաբեկ բողոք էր ներկայացրել, որը դատարանը մերժել է, եւ դատական ակտը ուղարկվել է կատարման։ Աշոտ Մինասյանը մեղավոր է ճանաչվել Սիսիանի ռեստորանային համալիրներից մեկին կից կենթանաբանական այգում մեծ քանակությամբ հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ապօրինի պահելու համար։ Մեղադրողը հայտնաբերված տասնյակից ավելի զենքերից մի քանիսն է թվարկում։ 3 հատ տարբեր տեսակի գնդացիր, 3 հատ տարբեր տեսակի ինքնաձիգ, 3 հատ տարբեր տեսակի կարաբին, թվով 6 հատ տարբեր տեսակի հրացաններ, 12375 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, 11 հատ էլեկտրադետոնատոր, 13 հատ դետոնատոր, ինչպես նաև այլ տարբեր տեսակի ռազմամթերք հանդիսացող առարկաներ։ Գործը դատարանում քննվել է 2022 թվականից։ Մինասյանն ըստ մեղադրողի հերքել է իր առնչությունը մեղադրանքի հետ։ Սակայն վերջինս այնուամենայնիվ ընդունեց, որ կանթեղ ռեստորանային համալիրը պատկանել է իրեն, օգտագործվել, շահագործվել է իր կողմից, սակայն մեղադրյալը որպես իր անմեղությունը հիմնավորող փաստարկ նշում էր, որ տվյալ ռեստորանային համալիրը 2016 թվականից հանձնվել է Փակbaşıնետիրական ընկերության սեփականությանը։ Սակայն նշեմ այն հանգամանքը, որ հայտնաբերված ահռելի քանակությամբ հրազեն, ռազմամթերք եւ պայթուցիկ նյութերը ոչ թե հայտնաբերվել են կանթեղ ռեստորանային համալիրի տարածքից, այլ դրան կից շինությունից, գազանավանդակից, որը չի հանձնվել բանկի սեփականությանը եւ դա շահագործվել, տնօրինվել է Աշոտ Մինասյանի կողմից։ Առաջին ատյանի դատարանը թեև ընդունելի էր համարել մեղադրողի նշած հանգամանքները, մեղավոր ճանաչել Մինասյանին ու դատապարտել 2 տարվա ազատազրկման, սակայն վճռել էր ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել։ Լուրերը փորձեց Մինասյանի պաշտպան Միրան Պողոսյանից եւս դիրքորոշում ճշտել մեղադրանքի վերաբերյալ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Դատական ակտով առգրաված զենք զինամթերքը կհանձնվի պաշտպանության նախարարությանը։ Տաթև Խաչատրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։